շրջանում կալանքը շատ հաճախ է կիրառվում որպես խափանման միջոց, ինչի մասին է սա վկայում։ Տեսեք, ես այս հարցի հետ կապված բավականին խորը ուսումնասիրություն եմ իրականացրել ու արդեն վերջին առնվազն հետպատերազմյան Հայաստանի ժամանակահատվածը, եթե ուսումնասիրության որպես առարկա վերցնենք, ունենք արձանագրված փաստ, որ մեր երկրում հանցագործությունը, հանցավորությունը ու հատկապես մի շարք հանցագործությունների տեսակներ ոչ թե ընդհանրապես կրկնապատկվել են, այլ տեսակ կա, որ մի քանի հարյուրապատկվել է։ Սա ու զուգահեռ իրականությունում էլ մենք ունենք, այսինքն ինչի մասին է դա վկայում, երբ որ սրընթաց աճ է հանցագործությունների, դա նշանակում է, որ իրավապահ մարմինները թերանում են իրենց աշխատանքում, կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացնում։ Դրան զուգահեռ էլ մի բնագավառ կա, որ տեսնում ենք, թե ինչպիսի իդեալական աշխատանք է ցուցաբերում իրավապահ մարմինները, դա քաղաքական հետապնդումներն են, ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ուժերի եւ մարդկանց նկատմամբ։ Այս բնագավառում ի հեճուկս նախորդի բոլորի նկատմամբ միանշանակ կիրառվում է խափանման ամենածանր տեսակը, կալանքը, ու կալանքը ընդդիմադիր հայացքներով մարդու նկատմամբ վեր է աճել ոչ թե խափանման տեսակի ըստ անհրաժեշտության, ինչը օրենքի տրամաբանությամբ պետք է լինի, այլ վեր է աճել պատժիչ մահակի։ Մինչդեռ օրինակ նույն նախորդ ոստիկանապետի խոսքերը հայտնի օրինակը ասեմ, հա, ասում եմ մենք խնդիր ունենք, որովհետև գողության մեջ մեղադրվող անձին տանում ենք դատարան, դատանը գրավ է կիրառում կամ ստորագրություն չհեռանալու մասին որպես խափանման միջոց։ Ասում այդ մարդը դատարանից դուրս է գալիս եւս 4 գողություն է իրականացնում։ Ու տենց բազմաթիվ օրինակներ կա։ Ինչի մասին է սա վկայում, հա, որ այո, ես չեմ պնդում, որ օրինակ գողության մեջ մեղադրվողի նկատմամբ պետք է կալանք կիրառեն։ Կալանքը պետք է դատարանի արդար, օրինական, իր խղճի հիման վրա որոշմամբ, գործի հանգամանքները փաստական ուսումնասիրելով համապատասխանի տվյալ գործընթացին իրավական, տվյալ դատավարության մեջ ներկայացված փաստական հանգամանքներին, թե մեղմացուցիչ, թե ծանրացուցիչ, այո, հանցագործությունների ըստ տեսակների արդեն նախատեսում են ինչ բնույթի խափանման միջոց պետք է կիրառի, օրինակ միջին ծանրության համար մեղադրվող անձի նկատմամբ կալանքի կիրառումը, դա արդեն անհամաչափության հստակ դրսևորում է ու մարդու մոտ անարդարության կոնկրետ զգացումի առաջացում, չասեմ էլ մեր հասարակության մասին։ Ցանկացած անաչառ դիտորդի համար, հա, եթե անգամ մարդը քաղաքական հայացքներով այս իշխանությանը հարում է, եթե իրեն հարցնեք առանց հետին մտքի, ինքը կասի, այո, օրինակ Սրբազան հայրը, այս 18 արդարները, մեր 3 սրբազանները, հա, չառանձնացնենք, Սամվել Կարապետյանը, բոլորը ազատազրկված են ու ազատազրկված են մինչև դատավարության փուլում կալանքի արդյունքում, բացառապես նրա համար, որ իրենք դիմադրում են այս իշխանության հակաիրավական գործողություններին։ Մինչդեռ ժողովրդավար եւ իրավական հասարակություններում մարդիկ իրավունք ունենալու ընդդիմադիր հայացքներ, տարբերվող հայացքներ, այլակարծությունը ողջունվում է, ավելին մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարարտ նախադրյալներ, պարարտ նախադեպային պրակտիկա է ձևավորել այն բանի համար, որ երկրում քաղաքացիները իրավունք ունեն իշխանությունը քննադատել, ավելին այդ քննադատական խոսքը երբեմն այո կարող է թույլատրելիության որոշակի շրջանակ ընդլայնել եւ ինչու ոչ նաեւ վիրավորական արտահայտություններ պարունակել եւ երբ մարդը այդ պաշտոնը ընդունում է ու դառնում է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ինքն այդ գործողությամբ նաեւ պետք է ընդունի իր հանրային ընկալելիության ավելի շատ շրջանակը եւ իր ավելի շատ թիրախավորված լինելու հնարավորությունը հանրության կողմից, որովհետև ինքը ստանձնել է հանրության առջև պարտականություններ ու պարտավորվածություններ, որոնց համար պատասխանատու է։ Իսկ մեր հանրային քաղաքացիական հասարակության, հա, հանրային վերահսկողության գործիքակազմերը այս իշխանության օրոք, հա, այն իշխանության, որը վառ ընդդիմություն էր ոչ վաղանցյալում ու եկավ իշխանության հենց նախորդ իշխանության մի շարք գործընթացներ եւ վարքագիծ քննադատելու արդյունքում մի քանի ապատիկ անգամներ գերազանցում է իր բիրտ գործողություններով արդեն անգամ անհամադրելի է, հա, նախորդ իշխանությանը չես կարող համադրել։ Խոսքի ազատության անկում է ընդհանրապես ընդհանրական իրավունքի գերակայության այս աստիճանի հետ նահանջը, կրկին, հա, մեր դատական իշխանությանը այսքան կառավարելու, խամաճիկ դարձնելու պրոցեսները, որը
տասնամյակների աշխատանքի արդյունք էր, հա, այն, որ մենք հասել ենք դատական իշխանության անկախության, դա քարը քարի վրա դնելով բավականին լուրջ աշխատանքների, երկարատև աշխատանքների արդյունք էր, որ այնպիսի, որ անգամ նախորդ իշխանությունների հետ ոչ միանշանակ հարաբերությունների համատեքստում միջազգային կառույցները տալիս են բարձր դրական գնահատականներ, դա զուտ իմ կարծիքը չէ, հա, դա փաստաթղթավորված իրավիճակի ներկայացում է, ու մենք ունենք այսօր այնպիսի իրավիճակ, որ արդեն այսօրվա իշխանության գործողությունները ուղիղ համեմատական են ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների վարքագծին։